Իսպանական ու նաև եվրոպական բազմաթիվ հեղինակավոր ավտոարշավարաններում արդեն տևական ժամանակ վառվում է մեր հայրենակից Դանիել Դալաքյանի անունը, ընդ որում նա գրեթե միշտ պատվո հարթակին է։ Պատանի ավտոարշավորդը վերջերս ուժերն է փորձել նաև GTA դասի մեքենայի ղեկին և առաջին իսկ փորձից թիմակցի Անտոնին Բերնարի հետ VCF Sport Racing թիմի կազմում դարձել Բարսելոնայի Grand Prix-ի հաղթող։ Լիժե եվրոպական սերիայի մրցաշարի GTA դասի ավտոարշավարաններում միաժամանակ մրցուղի են դուրս գալիս երկու տարբեր կատեգորիայի մեքենաներ։ VCF Sport Racing թիմին Դանիել Դալաքյանը միացել էր միայն շաբաթներ առաջ և մինչև Բարսելոնայի Grand Prix-ում իր առաջին մասնակցությունն անցկացրել էր մի քանի test drive։ Որակավորման փուլում Դանիելի ցույց տված արդյունքը թույլ է տվել մրցուղի դուրս գալ մեկնարկային երկրորդ տեղով։ Երկու մեկնարկներում էլ թիմակիցները Դանիելն ու Անտոնինը կարողացել են իրենց մեքենան պահել առաջատար դիրքերում, իսկ վերջում արդեն բարձր որակների շնորհիվ վազանցել մրցակիցներին ու վերջնամասում դուրս գալ առաջին հորիզոնական։ Դանիել Դալաքյանը պատվո հարթակ է բարձրացել Հայաստանում կառուցվող իր անվան միջազգային կարտոդրոմի լոգոտիպով։ Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօր մեր հաղորդումը փոքր-ինչ տարբերվում է։ Ոչ թե մենք ենք հյուրընկալվել մարզիկին, այլ մեր չեմպիոնին ենք հյուրընկալել կենտրոնի տաղավարում։ Պատճառն այն է, որ մեր չեմպիոնը ավտոարշավորդ է, իսկ Հայաստանում ավտոարշավարաններ չկան։ Մեր չեմպիոնը GTA դասի Բարսելոնայի Grand Prix-ի հաղթող Դանիել Դալաքյանն է։ Ողջույն Դանիել, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շնորհավորում ենք նաև չեմպիոնության համար։ Անկեղծ կլինեմ, թե իմ, թե կենտրոնի հեռուստադիտողներից շատերի համար ավտոսպորտը մի փոքր փակ աշխարհ է։ Հայաստանում ավտոարշավարաններ չկան, ավտոարշավորդներն էլ շատ քիչ են ու շատ քչերը գիտեն հենց այս սպորտի նրբությունների մասին։ Ու կխնդրեմ հենց սկզբից դու ինքդ սկսես բացահայտես մեր համար, թե որն է GT դասը եւ ինչ տարբերություններ կան մյուս դասերի միջեւ։ Դե լավ գիտենք, որ մենակ ֆորմուլան չի, ավտոսպորտի մեջ GT-ն կա, որ նորմալ ավտոներ են այս տրակի համար ու ես GT կլասում եմ քշում, դա նշանակում է, որ ես ֆորմուլա չի, երկու պիլոտ են քշում ավտոյի մեջ, կամ կարան 3 կամ 4, նայած ռեյս է ու ֆորմուլա տարբերությունը, որ այս GT ռեյսերը ավելի երկար են, մի ժամ, 2 ժամ, 3 ժամ ու դա ամենամեծ տարբերությունը, որ կա ֆորմուլայի հետ։ Իդեպ հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ Դանիելը բնակվում է Իսպանիայում, իսկ այժմ կարճ ընդմիջում նրա մասին պատմող ռեպորտաժ, այնուհետև կշարունակենք մեր զրույցը։ Դանիելի նպատակը այսօրվա դրությամբ ամենակարևորը աշխարհի չեմպիոն դառնալն է։ Իհարկե հիանալի կլիներ ֆորմուլա 1-ում, բայց եթե ժամանակն ու ընթացքը ցույց տա ինքը ընտրի GT կլասը կամ IndyCar կամ ինչ-որ մի ուրիշ կարգ, իր գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է, ու հայկական կապ չունի ինչ դրոշի տակ է դուրս գալի, կարևորը իր ազգանունն է, որ ինքը հայ է, ու հայկական արյունը հարցնի աշխարհի չեմպիոնատի, կապ չունի ֆորմուլա 1, GT թե IndyCar։ Ամենակարևորը նա էր, որ ինքը ասում էր, ասել պապա, ես պոդիում կանեմ, բայց ասենք առաջինը մի քիչ դժվար է, որովհետև ինքը ընդհանուր արել էր 8 ժամվա տեստ։ Ինքը ավելի շատ պրակտիկա ունի կարտինգում եւ ֆորմուլա 4-ում։ Ֆորմուլա 4-ն հետեն ցանկ տարբեր են, որովհետեւ դա արագություն է, եթե դու քշում ես մեքենան, արագությունը տարբեր է, որովհետեւ ինի փակ է, այսի բաց է։ 8 ժամ տեստից հետո իր տվյալները շատ լավն էին, բայց օրենքով պիտի ինքը երրորդ տեղում լիներ։ Մեր մտադրությունը դա էր։ Առաջի 2 չեմպիոնատը քշենք երրորդ տեղ, մնացած 4-ը քշենք, ասենք առաջի տեղ, որ գոնե top 3 լինենք Եվրոպայում, բայց հենց իրան ցույց տվեց, որ ասենք հաղթեց, ասենք թիմն էլ էր, թիմը սպասում էր, բայց չեն բարձրաձայնում, որովհետև այս սպորտում երբ բարձրաձայնում ես, ոնց որ ասած աչքով տաս էլի, այդ բաները չեն աշխատում են չխոսալ։ Չեմպիոնի հետը շարունակվում է, իսկ մեր չեմպիոնը GT դասի Բարսելոնայի Grand Prix-ի հաղթող Դանիել Դալաքյանն է։ Դանիել, մուտքդ այս դաս շքեղ եղավ։ Առաջին իսկ մասնակցությունդ չեմպիոնությամբ նշանավորվեց։ Ինքդ սպասում էիր, որ առաջին մրցման ժամանակ չեմպիոն կդառնաս։ Չէ, ես տես բան չի սպասում, ես գիտեմ, որ արագ է գնալու։ Լավ էր, տեստերը լավ գնում էր, բայց ես չէի պատկերացնում, որ առաջի ռեյսը ես կախտեի։
Դե ես թիմը ու իմ այլ շոֆերը լավ երկրեցինք, երկուսով թիմով լավ team work արեցինք ու կարողացանք առաջի Grand Prix-ը հաղթենք։ Այ Բարսելոնայի Grand Prix-ին քեզ ինչ տվեց, վստահություն, ուժ, Դե ինչ նշանակություն ունի այս Grand Prix-ին քեզ համար։ Դե հիմա championship-ի համար ես ահագին վստահ ունեմ մյուս ռեյսի համար, որ ես այլ շաբաթն է ու ես մենակ վստահ եմ պունկտեր եմ ահվակում, որ championship-ի համար մենակ ռեյսը չհաղթեմ, ախասենք European champion ես դառնամ։ Դանիել, գնանք արմատներին, հա։ Երբ եւ ինչպես եղավ մուտքը դեպի ավտոսպորտի այս մեծ աշխարհ։ Դե ես 5 տարեկանից սկսել եմ ավտոսպորտ, շուտվանից 3-4 տարեկանից ավտոների շատ էի հավանում, ու պապաս էդի նկատել էր ու ինքը ինձ դեպրոջ էր տարել ավտոկարտինգի, այդից 5 տարեկանից սովորել եմ ու արդեն 12 տարի է ավտոսպորտի ես զբաղվում եմ։ Ուր է տանում այս ուղին, դեպի Ֆորմուլա 1 թե Դե կերևա, դե ինձ ասած ես կքշեմ, ես ամեն ինչը հավանում եմ այս ավտոսպորտի, դե հիմա GT կլասում եմ, երևա եկող տարի ինձ կլինի։ Երբ հասկացար, որ դա քեզ համար պարզապես սեր ու հոբի չէ, այլ մասնագիտություն։ Դե արդեն ես որ սկսել եմ Եվրոպայով ես արդեն քշեի, ես արդեն իմացա, որ ես ուզում եմ էսի հոբի իմ համար, արդեն ուզում եմ ավտոսպորտով ես ապրեմ։ Գիտեմ կարտինգում էլ ես ուժերը չափել։ Ինչ տարբերություններ կան։ GT-ով։ Այո։ Դե կարտինգը արդեն փուչուրա, դու ամեն երեխա Ֆորմուլա 1-ին հասելա կարտինգով են սկսել։ Ու ես էլ եմ սկսել կարտինգով, ամեն ավտոսպորտի պիլոտ կարտինգով է սկսում։ Ահագին տարբեր կա, բայց պիտի դրանով սկսել, որ կամաց սովորես։ Ու հենց որ տենում են ակադեմիաները, այդպես որ կա որ լավ ես քշում, արդեն անցնում ես ավտոներ Ֆորմուլա կամ ռալի կարաս քշես կամ GT կլաս իմ նման։ Դանիել, իսկ ինչ դիսցիպլինա կա ավտոսպորտում։ Դե մենակ համել ամեն օր պարապես սիմուլատորի վրա ջիմ գնաս, համել քոլեջի հետև չմնաս։ Իսկ որքանով է ծանր ավտոսպորտը որպես մարզաձև։ Դե մարդիկ մտածում են որ ավտոսպորտը մենակ ռուլն է, գազ է տալիս, տորմուզ է տալիս, բայց տենչի ահագին պիտի ուժ ունենաս ոտքերից վրա որ ուժեղ տորմուզ տաս, մի ժամ քշես, չհոգնես ու լավ ֆիզիկ պիտի ունենաս որ կարողանաս մի ժամ քշես առանց հոգնելու, մի ժամ, 2 ժամ նայած ռեյսը։ Հետաքրքիր է կբացահայտես ինչ մարզումներ ես անում բացի մեքենա վարելուց։ Դե ես աշխատում եմ իս ջիմում վիզ ես պինդելնի ձերքերս լավ ուժ ունենամ ոտերից որ չհոգնեմ երբ որ քշում եմ։ Մեկ էլ աշխատում եմ սիմուլատորում, ես տունե սիմուլատոր ունեմ որ ամեն օր աշխատում եմ քշեմ տրակում, որ ես էլ կարողանամ տրակը հիշեմ ոնց տորմուզ տամ, որտե գազ տամ, որտե ամեն ինչ տենցել եմ ես սովորում։ Ավտոսպորտում որն է ամենաբարդը, որը հեռուստադիտողը չի նկատում։ Դե ամենադժվարը է ավտոսպորտի համար ժամանակն է, որովհետև լիքը ժամանակ պիտի օգտագործես այս սպորտի համար, մեկ էլ գումար է, լիքը գումարներն է ու տենց ես ավտոսպորտի պիտի ահագին փող ծախես սպորտի համար։ Իսկ այդ փողերը հետ գալիս են։ Դե առասկիզբը չէ, հետո որ սպոնսորներն ես հավաքում, չեմպիոնատները շախտում, կամաց փողը հետ է գալիս, բայց սկիզբում շատ դժվար փողը հետ կա։ Դանիել, երբևէ ուժերդ փորձել ես օֆրոդում։ Օֆրոդ, ռալին։ Դե ես միս ավելի շատ եմ սիրում տրակում, բայց կուզենայի փորձել ռալին քշել, բայց հլավոր իմ պլանների մեջ չի։ Ավտոսպորտը նաև բարդ մարզաձև է ու վտանգավոր։ Արագություն, բախում, որն է եղել կարիերայիդ ամենավտանգավոր պահը։ Դե հիշեմ կարծեմ կարտինգում մի հատ ուժեղ քրաշ եմ ունեցել առանց տորմուզ։ Ու էտեր ավտոներով հելավոր ոչ մի բան չի եղել, բայց վախենալու է, բայց արդեն Որ տարիքից է այդ վախը մեջիցը դուրս եկել։ 12 տարի է կարտինգ եմ քշում ավտոներով, արդեն վախ չկա։ Ինչպես արդեն նշեցինք, ավտոսպորտը բավականին թանկ մարզաձև է։ Ինչ ես կարծում այդպես փոքր երկրի համար, որտեղ գումարները քիչ են ու սպորտում հովանավորներն էլ քիչ են ներգրավվածություն ունենում։ Ինչքանով է հնարավոր այս մարզաձևը զարգացնել, ինչ շանսեր կան այս մարզաձևը զարգացնելու։ Դե այստեղ Հայաստանում հնարավոր մոտ մի բան չկա, որ ավտոսպորտում սկսես։ Դրա համար ես դե որոշել էի այս տարի մի հատ ավտոսկոլա բացեի երեխեքի համար, ով ուզում է այս ավտոսպորտով զբաղվի, գա իմ կարտոդրոմ, դե սկսեն,
ու ես էլ ինչքան կարող եմ օգնեմ իրանց coach-ի նման ես իրանց օգնեմ որ իրանք դառնան ավտոսպորտի racing driver։ Գիտեմ քո անունով է լինելու այդ ավտո կարտոդրոմը։ Դա ստիմուլ է քեզ համար։ Դե ես որ մտածում եմ որ երեխեքին օգնում եմ իրանց երազանքները բանանի, ես ինքին շատ ուրախացնում։ Իսկ երբ պատրաստ կլինի այդ կարտոդրոմը։ Դե կաշխատենք այս տարվա վերջ, արդեն կարտոդրոմը պատրաստ լինի, որ ուզում է գաս, սկսի իր սովորեն, կարան արդեն գան սովորեն հետս։ Դա խոսքը գնում է միայն տրաստայի մասին, բայց դրա համար նաև պետք են մեքենաներ, դրանք գիտեմ, կրկին բավականին թանկ արժեն մեքենաները, որտեղից են բերվելու Հայաստան։ Դե կաշխատենք մեքենաները Իտալիայից են գալու, իրան ունեն ռենտալ կարտա։ Ռենտալ կարտը ասենք մարդիկ ուզում է գնա սովորի հետից, այդ կարտերով կսկսեն, ու հենց որ տենան կարտեն ավելի արագ գնան, ավելի շուտ են սովորեն կամ բան, արդեն նորմալ կարտով կամաս կսովորեն։ Դանիել, ես հայ ավտոարշավորդներից եւ գիտեմ նաեւ Արթուր Գորոյանին։ Արդյոք այս ասպարեզում շատ կան այլ հայ ավտոարշավորդներ։ Ում գիտես, ում հետ ես շփվում բացի Արթուրից։ Ոչ մեկին, ես մենակ Արթուրին եմ ծանոթում։ Այսինքն չկան ուրիշ հայեր։ Դանիել, եւ վերջին հարցս, ո՞րն է գլխավոր նպատակդ։ Դե ես կուզենայի ես ավտոսպորտից ապրեմ։ Իմ համար մեկը որ դե ֆորմուլա կամ GT կամ endurance կամ rally, ես կուզենայի ես սպորտով ես արդեն ապրեի ու դա իմ գլխավոր նպատակը։ Դե ինչ Դանիել, քեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում ու վստահ ենք, որ քեզնով հպարտանալու առիթներ շատ ենք ունենալու, քո հաղթանակները ավելի շատ են լինելու արդեն ավելի մեծ ավտոարշավարաններում։ Հա, մերսի։ Եթերում չեմպիոնի հետներ, իսկ դուք սպասեք նոր չեմպիոնի։